Մենք այսօր հյուրընկալել ենք քաղաքագետ Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզայանին։ Ողջույն, պարոն Բոզայան։ Բարև ձեզ, պարոն Բոզայան։ Եվ առաջին հարցը ես տամ, հա։ Վենսի այցից հետո Նիկոլ Փաշինյանը թրիպի գովերգելու տրամաբանության մեջ հանրայինի եթերում հայտարարում է, որ այդ ամեն ինչը որ կողքի տնենք նույնիսկ տնտեսական օգուտները, բայց ստացվում է, որ 99 տարեով Միացյալ Նահանգները երաշխավորում է, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն է ունենալու։ Այսինքն այդ ամերիկյան մասնավոր ընկերությունը դառնում է Հայաստանի 99 տարի առնվազն 99 տարվա գոյության երաշխիքը։ Ես այդ բանը մտածեցի, որ Վիլսոնն մի 100 տարի առաջ իր ձեռքով քարտեզ էր գծել Հայաստան, լավ, բաբաթի մեզ քարտեզ էր, էլի, բայց այդ գծելուց հետո Հայաստանը 3-4 ամիս հետո անկում ապրեց, չէ՞, Հայաստանի առաջին հանրապետությունը։ Հա, բայց ի տարբերություն Վիլսոնի այսօրվա Միացյալ Նահանգների վարչակազմը ի պատիվ իրենց իրանք չեն հայտարարում, որ իրանք երաշխավորի դեր են կատարելու։ Չէ, Նիկոլն է երաշխավորում։ Դե գիտեք, այդ Նիկոլը որ ասում է երաշխավորում, սա ինձ հիշեցնում է մեծապատիվ մուրացկանների Հակոբ Պարոնյանի, այն որ ասում ասում անգլերեն գիտեք, ֆրանսերեն գիտեք, ասում չի ասում ոչինչ կասենք, որ գիտեք։ Դա մոտավորապես նման է այդ դրանին, որ ասում է ոչինչ կասենք, որ երաշխավորում է, ոչինչ կասենք, որ Ամերիկանը 9 միլիարդ դնում բան։ Այսինքն ես առաջարկում եմ ընդհանրապես մոռանալ Նիկոլ Փաշինյանին, որտեղ հունիսի 7-ին ես համոզված եմ, որ Հայաստանում իշխանությունը փոխվելու է։ Եվ պատկերացրեք, որ մենք ենք արդեն իշխանության գալու, այսինքն մենք նկատի ունեմ ընդդիմությանը, այսինքն ամբողջական ընդդիմությանը, հա։ Եվ ինչ պետք է անի, որպեսզի մենք հասկանանք ինչ պետք է անի, պետք է մենք հասկանանք ընդհանրապես այս տրիպը, Վենսի այցը ինչ նպատակ է հետապնդում։ Դրա համար բացի այն վերլուծություններից, որ կան նաև ամերիկյան վերլուծություններ, որոնք հիմնականում պահպանողական շրջանակները վերլուծում են, թե իրանց իրական նպատակը որն է։ Հա, իրանց իրական նպատակը, իրանք ասում են, որ մենք ունենք լրջագույն նպատակ կանգնեցնելու Չինաստանին։ Չինաստանը իրենց գլխավոր մրցակիցն է դարձել 2025 թվականի դրությամբ Չինաստանը ունի 1 տրիլիոն պրոֆիցիտ, այսինքն Չինաստանը աշխարհի հետ առևտրի ժամանակ 1 տրիլիոն դոլար եկամուտ է ստացել։ Եթե նախկինում այդ 1 տրիլիոնը ինքը դնում էր մեծ մասը դնում էր ամերիկյան պետության պարտատոմսերի վրա, հիմա քանի որ տեսնում որ ամերիկյան էկոնոմիկան սկում է, ինքը հրաժարվել է ոսկի է գնում եւ հայտարարել է, որ այն ճանապարհը մետաքսի ճանապարհի վրա երկրները որ կան, տեխնիկի ներդրումներ պետք է անի։ Քանի որ ինքը ոսկի է առնում, դոլարը սկում է, այսինքն դոլարի անկումը դրանով է պայմանավորված, ոսկու գնի բարձրացումը։ Միանշանակ, իհարկե։ Երկրորդ տարբերակը դա այն է, որ փաստացի ինքը Չինաստանը հայտարարել է, որ ինքը այն երկրները, որ կանգնեցին իր ճանապարհի վրա, պետք է ներդրումներ անի։ Ինքը օրինակ 2025 թվականի վերջի տարվա մեջ միայն վերջի տարվա ընթացքում Ղազախստանում ներդրել է 23 միլիարդ դոլար։ Պատկերացնեք ինչ թիվ է։ Իսկ ընդհանրապես կենտրոնական Ասիայում մոտ 100 միլիարդ դոլարի ներդրում արել։ Համա ամերիկացիներն ասում են, որ մենք պետք է կարողանանք այդ կենտրոնական Ասիայում ոտետայխ ունենանք, որտեղ Չինաստանը ունի ազդեցություն, Թուրքիան ունի ազդեցություն, Ռուսաստանը ունի ազդեցություն, հիմնականում Չինաստանն է մեծ ազդեցություն։ Բա Ամերիկան ինչով է ոտի տեղ ունենալու։ Հիմա որպեսզի ինքը կարողանա ոտի տեղ ունենա, իրան պետքա լոգիստիկ ճանապարհներ ունենա, որպեսզի կարողանա հասնել։ Ինքը ասում է կենտրոնական Ասիան դա ամենահարուստ տեղերից մեկն է։ Այդ հարուստ երկրներից մենք էլ առաջարկություն ունենանք, որպեսզի առաջարկությունով մենք կարողանանք մրցակցել Չինաստանի հետ։ Իդեպ ասեմ անցյալ տարվա մի քանի ամիս առաջ Վաշինգտոնում Տրամպը ընդունեց կենտրոնական Ասիայի 5 երկրների ղեկավարների եւ խոստացավ, որ Միացյալ Նահանգները հսկայական ներդրումներ են անելու եւ ինքը հայտարարեց, որ այսպես արհեստական բանականության ոլորտի մասով մեծ զարգացումների հեռանկար կա այդ երկրների համար, իրանք էլ իրանց կողմից մեծապատիվ հրացկաների պես ասեցին գովել Տրամպին։ Իրանց կողմն են արդեն back office, front office վիճակը։ Հիմա տեսեք, եւ հաշվառնելով այդ հանգամանքը այս տրիպը դա համարվում է հանգուցային կետ, այսինքն եթե նախկինում դու ճիշտ ես ասում, տարածաշրջանում Միացյալ Նահանգները մեծ դեր չեն ունեցել, հիմա իրանք շատ մեծ դեր են ստանում, որտեղ ըստ էության կարելի ասել, որ այս տրիպի միջոցով ինքը հենման կետ է դառնում, որով ինքը կարողանա իր ազդեցությունը տարածի դեպի Ադրբեջան, Ադրբեջանից դեպի կենտրոնական Ասիա։ Հիմա արդեն բոլորը հիշում են Զբիգնև Բժինսկու այդ շախմատային բանի տախտակի պատմությունը բան այդ կոնցեպտը, որտեղ ասում էր, որ Ադրբեջանը պետք է կատարի այդ
բանի բուտուլկայի պրոբկայի դեր, որտեղ են Ադրբեջանը, որ մենք վերցնում ենք, փաստորեն ամբողջ կենտրոնական Ասիայում մենք ճանապարհ ենք ունենում։ Իսկ որպեսզի Ադրբեջանը վերցնենք, մենք պետք է Հայաստանը վերցնենք։ Սա է, Հայաստանը պետք է հենակենտրոն ունենանք։ Հիմա տեսեք, դուք ասում եք ինչ է ստանում տրիպից Հայաստանը։ Հայաստանը տրիպից ստանում է մենակ մի բան։ Նիկոլ Փաշինյանը ստանում է աջակցություն, որ ինքը ընտրվի, ինքը երաշխիք կունենա, որ փաստացի Միացյալ Նահանգները կշարունակեն Հայաստանը ինչ է ստանում։ Ես դրա համար եմ Նիկոլը ասում, հասկացանք տրիպից Հայաստանը։ շահում է Միացյալ Նահանգները, շահում է Ադրբեջանը, շահում է Թուրքիան, կորուստ ունենում Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը, բայց նաև շահում է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա հարց, ըստ էության նույն ամերիկյան շրջանակները նշում են, որ բայց գիտեք, մենք այս ինչ որ կառուցում ենք, մենք հասկանում ենք, որ այս տարածաշրջանը բավականին բարդ տարածաշրջան է, եւ սրա վրա սկսել են ազդել Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, սկսել են հարվածներ տալ։ Եվ ամենաթույլ օղակը իրանք ասում են, որ Հայաստանն է։ Ինչու՞։ Հիմա ես ասեմ ինչու։ Բանն այն է, որ Ադրբեջանը, ասեմ ձեզ, երևի մի քիչ ամոթա, բայց ես պետքա իրականությունը խոստովանեմ, շատ լուրջ քաղաքականություն է վարում, բազմավեկտոր քաղաքականություն է, բալանսավորված քաղաքականություն է վերաբերվում։ Ինքը անցյալ տարի կնքեց Չինաստանի հետ ռազմավարական հայցակարգ, որ այդ մեկ ճանապարհի, այդ մետաքսի ճանապարհի վրա ինքը պետք է հանգուցային երկիր դառնա։ 23 թվականին նույն պայմանագիրը կնքեց Վրաստանը։ Եվ տեսեք, Ադրբեջանը նույն տիպի պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ հարավհյուսիս համակարգ աշխատացնելու, Չինաստանի հետ, Վրաստանով պետք է։ Եվ վերջապես Միացյալ Նահանգները այս Վենսիայցի ժամանակ խաղաղ կնքեց, որով տրիպով պետքա, այսպես ասած, ամերիկյան շահերը սպասարկի, այսինքն Ադրբեջանը սպասարկում է Ռուսաստանի շահերը հյուսիս-հարավով, Չինաստանի շահերը դեպի Վրաստանով եւ Հայաստանի ճանապարհով Ամերիկայի շահերը, այսինքն այդ երկիրը դառնում է մի երկիր, որը փաստորեն Միացյալ Նահանգների, Չինաստանի եւ Ռուսաստանի շահերը բալանսավորում են, ինքը դառնում է կենտրոնական երկիր, երկիրը հպարտանում է դառնում, միջազգային հաբ, միջազգային հաբ է դառնում, իհարկե։ Հիմա Վրաստանը նույնը փորձում անել Վրաստանը աշխատացում է հյուսիս-հարավը, թեև ինքը չունի քաղաքական հարաբերություններ Ռուսաստանի հետ, գիտեք, այդ բանի հետ տարածքների պատճառով։ Բայց առևտրական հարաբերությունները Վրաստանում, ինչպես որ Ադրբեջանում, Չինաստանը բազմամիլիարդանոց ներդրումներ արել, Անակլա նավահանգիստը, թունելները, ճանապարհները, մոտավորապես 20 միլիարդ դոլարի ներդրման ծրագիր ունի, ոնց որ Ղազախստանում արեց այդ նույն բանը, եւ Վրաստանը փորձում է Ադրբեջանի ֆունկցիան կատարել, բայց քանի որ ստացվել է այնպես, որ Վրաստանը մինչև Իվանիշվիլի գալը այնտեղ երկիրը կառավարում էր վրացական Նիկոլ Փաշինյանը, գիտեք ում ազգանունի մասն է խոսքը։ Սաակաշվիլին։ Որի Չէ, բայց ճակատագրի շատ վախենում։ Երևան համաձայն չեմ, օրինակ Սաակաշվիլուն չի կարելի համեմատել Նիկոլ Փաշինյանի հետ, էլի։ Հիմա տարբեր նյուանսներ, բայց կերպարը նույնն է, ես ուրիշ բան եմ ասում։ Կերպարային բան չունեմ։ Քանի որ Սաակաշվիլին ինքը պատրաստ էր, որ երկիրը դարձել մանրադրամ, հիմա քանի որ Իվանիշվիլին եկել է, ասում է, ուզում եմ, որ երկիրը բալանսավորված քաղաքականություն տանեմ։ Հասկանալի պատճառներով Միացյալ Նահանգներին դա նյարդայնացնում է, Եվրոպական միությանը դա նյարդային։ Ասում է, ինչի՞ ես դու պետք է մեկ վեկտորով աշխատես, մենակ մեր վեկտորով։ Ինքը ասում է, ինչու Ադրբեջանին կարելի է, մեզ չի կարելի։ Մենք էլ ենք ուզում եւ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենալ, եւ ձեր հետ, եւ Չինաստանի հետ։ Մանավանդ որ Չինաստանն է հիմնական ներդրումները անում, ոչ թե դուք, այլ Չինաստանը Վրաստանի առևտրային բալանսը տեսնելով Չինաստանը առողջի բաժին իրար ձեռնա։ Ոչ Միացյալ Նահանգները, ոչ Եվրոպայից դերը չեն կատարում։ Բայց պարոն Բազարյաններ, տեսեք, այստեղ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է խաղաղության խաչմերուկ։ Հիմա ինչու է տարբերում Վրաստանի ու Ադրբեջանի խաղաղության խաչմերուկներից։ Տեսեք, Ադրբեջանը ամենանորմալ հարաբերություն քաղաքականությունն է տանում 3-ի հետ հավասար բալանսավորված։ Վրաստանը փորձում է Ադրբեջանի ճանապարհով գնալ։ Ես համոզված եմ իրան հաջողվելու է վերջնահարցունքում։ Իրան ավելի դժվար է, որտեղ ինքը Ռուսաստանի հետ ունի խնդրեմ։ Ամերիկան ասում է, քանի որ դու առաջ եղել ես մանրադրամ, հիմա դու ուզում ես լուրջ երկիր դառնաս, չեմ ուզում ընդունեմ, բայց այս վերջի օլիմպիական խաղերի ժամանակ Իտալիայում Վենսը հանդիպել է Վրաստանի այսօրվա նախագահի հետ եւ հայտարարել է խոստովանելով, որ մենք հարգում ենք ձեր իշխանության խնդիրները, բաները, ավելին կարամ ասեմ, որ գլոբալիստները կոնգրեսում մեգովարի պրոյեկտ կար մի հատ, հակավրացական ուզում էին անցկացնել, Տրամպը սարեցրել է այդ խնդիրը եւ փորձում է վրացիների հետ որոշակի տորգանի Անակլան ուզում է վերցնի։ Վրացիները մերժում են եւ այս վիճակը իրանք վրացիները վերջում հասնել փորձելու են հասնել այն դերին, ինչ որ կատարում է Ադրբեջանը։ Հիմա Հայաստանի մասին։ Այսինքն շահում են բոլորը բացի Հայաստանից։ Հայաստանում փաստացի կարելի ասել, որ հաշվանել է, որ մի մարդ ղեկավարում է, որը ինքը բացառապես իր ընտանիքի շահերով ազգաբնիկ Հայաստանի շահեր հասկացողություն իր համար չկա, բայց դա նորություն չի, գաղտնիք չի։
այդ մարդը իր բոլոր բանակցային process-ները վարել է մի հարցով, ոնց անի որ իր իշխանությունը պահպանի։ Ես ուղղակի ասում եմ որ դուք տեսեք օրինակ համատենք Իվանիշվիլին, որը 7 միլիարդանոց գործիչ էր, իրան խոսք էին տալիս որ քո միլիարդները կկրնակապատենք, մենակ թե դու մեր գիծը վերցրու, ինքը մերժեց, այսինքն իր անվտանգությունը, միլիարդները զոհաբերեց հանուր սեփական պետականության։ Եվ ինքը պահեց դա մեծ արժանիքի խնդիր է, այդ մարդուն արդեն հարգում են, համոզված են բոլորը։ Այս մարդը իր փոքր հալով ամբողջ երկիրը դրել է կոնի վրա, փաստորեն զոհասեղանի վրա է դրած։ Ինքը փաստացի հակաչինական, հակաիրանական եւ հակառուսական նախագիծի հենք հազում դառնա։ Մենակ այն բանի պատճառ, մենակ այն բանի համար որ Իրան օգնեն Թուրքիան, Ադրբեջանը եւ Միացյալ Նահանգները, որ ինքը կարողանա վերարտել։ Պարզի որ դրանից հետո Իրան կասեն, որ ինքը լավն է, ինքն մեծապատի Մուրասկանի պես կսկսի քծնել, բնակչության զբաղվել։ Դուք քննադատում եք, բայց իրենք այնպիսի իրավիճակ են ստեղծել հատկապես իրենց հավատացողների շուրջ, ով իրենց քննադատում է, ասում է այ պատերազմի կուսակցությունը։ Հիմա ասեմ։ Այ Երվանդ Բոզյանը, որ այսպես խոս պատերազմ է ուզում։ Ուրեմն տեսեք, այս վիճակից դուրս գալու երկու ձև կա։ Մեկը հակադրվել է process-ներին, հակադրվել է ամեն ինչին, ասել ոչ մենք մերժում ենք բան, դա իսկապես վտանգավոր ճանապարհ է։ Հա դե չեն կարող թե ասել թրիպը էլ չկա, դա կարող է դեռ իսկապես պատերազմի, որովհետև այս, գիտեք ինչ, մի բան ասեմ, քաղաքականության մեջ մի հատ process կա, որտեղ կա անվերադարձ process կարա լինի, բայց այս վիճակից դուրս գալու մի ճանապարհ կա, որ մենք գնանք այն ճանապարհով, որը փորձում է գնալ Վրաստանը եւ որը արդեն գնացել է Ադրբեջանը։ Հիմա տեսեք, որն է այդ ճանապարհը։ Ճանապարհը հետևյալն է. տրիպից շահում է Ադրբեջանը, շահում է իդեպ ասեմ Միացյալ Նահանգները տրիպի հիման վրա արդեն ակտիվ բանակցում են Ադրբեջանի հետ, այսինքն Ադրբեջանին ասում եք գիտես, քանի որ սահմանակից երկիր, որտեղ բոլորս էլ հասկանում ենք, որ այդ տարածքը արդեն Միացյալ Նահանգներին է պատկանում։ Դա իմ կարծիքով գաղտնի չի ասել 99 տարով։ Նույնպես եմ կրկնում, բայց բոլորը գիտեն 99 տարով թե 190 տարով, այդպես սա հասկացել են, որ այդ տարածքը արդեն Միացյալ Նահանգներինն է, որոշակի իրավունքներով մեր կողմից։ Սա փաստ է։ Ստեղ ինչ ուզում ես ձևակերպի, ինչ ուզում ես, ինչ ուզում ես տոնածառ դիալնա, բայց դա իրականությունն է։ Հիմա արդեն Միացյալ Նահանգները, որպես սահմանակից երկիր, բանակցում են Ադրբեջանի հետ, եւ իրանք այդ տորգը անում են հաշվանալով այդ տրիպը։ Հիմա մենք ինչ կարանք անենք։ Հունիսի 7-ից հետո ասելու ենք հետեւելը, քանի որ արդեն Նիկոլ Փաշինյան գոյություն չունի, իր ընտանիքը արդեն շահերը չկա։ Փորձենք Հայաստանի շահերը, Հայաստանի օրակարգը առաջ բերենք եւ փորձենք Հայաստանի շահը նաև տեսանելի դարձնենք ստեղ։ Եվ նույն Միացյալ Նահանգների պահպանողական շրջանակները խոստովանում են, որ եթե այս իրավիճակը մնա, Հայաստանը կարող է հարված ստանալ եւ Միացյալ Նահանգները կարող է իրանք էլ կորուստ ունենալ։ Այսինքն իրանք էլ են հասկանում, որ ստեղ պետք է կոմպրոմիս։ Իրանք էլ են ընդունում, որ այդ կոմպրոմիսը պետք է լինի նաև Ռուսաստանի հետ։ Բայց այստեղ եթե ասում եք Հիմա շարունակեմ ես ավարտեմ միտքս։ Կներեք, պարոն Բոզյան, տեսեք, եթե դա Միացյալ Նահանգների տարածքի ընկալում ունի, իրենք էլ աշկովունքով այս իշխանությունները հասկացնում են, որ եթե այդտեղ Միացյալ Նահանգներն է, վերջ Ադրբեջանը էլ մեր վրա չի հարձակվի։ Տեսեք, ուրեմն Միացյալ Նահանգները դա եմ ուզում ասեմ։ Նույնիսկ ամերիկյան ընկերությունները ասում են, որ քանի որ մենք այդտեղ երաշխիքներ չենք տալիս անվտանգության, մենք վախենում ենք այդտեղ ներդրումներ անել, որտեղ դա պատերազմի պոտենցիալ բուն կարա լինի։ Դա համար մեր համար էլի բանը խնդրահարույց խնդիր է։ Իրանց մոտ էլ այդ խնդրեմը կա։ Իրանք ասում են մենք երաշխիք չենք տալիս, բայց եթե դու երաշխիք չես տալիս մի երկրում, ո՞նց կարաս լուրջ ներդրում անես։ Նույն ամերիկյան շրջանակները կոպես են մտածում, ասում են մենք ո՞նց կարանք բանում Ադրբեջանում եւ Հայաստանում ներդրում անենք, որտեղ երաշխիք չենք տալիս։ Իսկ երաշխիք իրանք չեն տալի, որտեղ գետնի վրա իրանք չունեն այդ հնարավորությունը, վել ես հասկանում։ Եվ դրա համար այնտեղ նույն Տրամպի վարչակազմի շրջանակներ կան, որոնք ասում են, որ մենք պատրաստ ենք այդ երաշխիքային մասով կոմպրոմիսի գնանք ռուսների հետ, որտեղ ուրիշ, բայց ոչ չինացիների, որտեղ իրանց համար գլխավոր խնդիրը չինացիներն են։ Հիմա դրա համար մենք ինչ ենք առաջարկում, մասնավորապես Մայր Հայաստան ինչ ասում, մենք ասում ենք մենք չենք գալիս որ տրիպը վերացնենք։ Մենք ասում ենք տրիպը դա պետքա փոխ լրացնենք հայկական օրակարգով։ Դա ինչա նշանակում, որ նույն կոմունիկացիոն կապը մենք պետքա անենք Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան եւ դեպի Իրան, որպեսզի մենք կարողանանք չինական պրոյեկտներ աշխատացնենք, ինչպես որ Ադրբեջանն է աշխատացնում։ Այն ինչ որ թույլատրված է Ադրբեջանին, պետքա թույլատրված լինի նաեւ մեզ, որտեղ եթե մենք միակողմանի լինենք, մենք ավտոմատ դառնում ենք թիրախ եւ դա բռնումով կարելի է հասկանալ։ Երկրորդը, Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքը սահմանը մոտավորապես 1000 կիլոմետր է կազմում։ Գիտեք, ինչքանն է սահմանազատված է սահմանը, ընդհանրապես 12 կիլոմետր, Տավուշի մասով 12, այսինքն 1%-ն է
սահմանագծված 8 տարվա ընթացքում դուք պատկերացնում եք, եւ այս մարդիկ առանց ամոթի ասում են, որ իրանք խաղաղություն են բերել։ Սա ծիծաղելի բան է։ Ուրեմն մենք ինչ պետք է անենք նոր իշխանությունը։ 1000 կիլոմետրի առնվազն 90%-ը պետք է հասցնենք սահմանագծենք եւ սահմանազատենք Հայաստան այդ նախկին խորհրդային քարտեզների հիման վրա։ Այսինքն դա ինչ անշանակում խաղաղություն, որ գետնի վրա Ադրբեջանը ճանաչի քո տարածքային ամբողջը։ Ինքը չի ճանաչում քո տարածքային։ Մինչև հիմա չի հայտարարել։ Ինքը չի ճանաչում։ Ինքը պաշտոնապես ասում է Տարբերություն Հայաստանի։ ի տարբերություն Հայաստանի ինքը ասում է ինքը հասկանում է որ այս Նիկոլ Փաշինյանի պարագայում մեղք է ճանաչել որևէ բան։ Այս մարդը մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ այս մարդը վիրուս է Հայաստանի ապագայի համար, անվտանգության համար։ Ինքը վերանում է, մենք արդեն սկսում ենք բանակցել Ադրբեջանի հետ սահմանի ճանաչման շուրջ, սահմանի կոնկրետ գետնի ճանաչման շուրջ, որի մեջ շահագրգռված է եւ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները տարբեր պատճառներով։ Ռուսաստանը շահագրգռված է, որտեղ իր դաշնակիցն է, իսկ Միացյալ Նահանգները շահագրգռված են, որպեսզի ճանաչումով երաշխիք կլինի, որ նոր պատերազմ չի լինի, եւ այդ իմաստով արդեն այդ քո ասած ամերիկյան ընկերությունները լուրջ կմտածեն, թե այստեղ ներդրումներ անեն, այսինքն օբյեկտիվորեն շահավետ է։ Մենք ինչ ենք առաջարկում։ Պետք է լինի միջնորդ ինստիտուտ։ Մենք տեսնում ենք, որ առաջին հերթին դա կարող լինի Ռուսաստանը։ Ռուսաստանը կարող օգնի այդ բանը երրակողմ ֆորմատի բանը ավարտեմ սահմանների ճանաչման խնդիրը լուծնենք վերջնականապես, հետո կարող միանա նաև Միացյալ Նահանգները ասի, ես էլ եմ ընդունում այդ բանը, հետո նաև Եվրամիությունը կարող ասի, որ ես հաստատում եմ շնորհակալություն, որ իրանք կարողացան դա խնդիր լուծեն, եւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները ճանաչելուց հետո արդեն մարդիկ երաշխիք ունենան ներդրում են անելու եւ այդ իմաստով հիմա հարց ինչ հեռանկար կարող ունենա Հայաստանի եւ Միացյալ Նահանգների մեջ մենք տրիպը նվեր ենք տալիս չէ իրան փաստացի բացի կոմունիկացիաների բացումից մենք չգիտենք ինչ ենք ստանում մենք ինչ կանանք ստանանք ուրեմն Միացյալ Նահանգները այսօր առաջադեմն են արհեստական բանականության ոլորտում աշխարհի 8 խոշոր ընկերություններից 7-ը ամերիկյան են այսինքն ամերիկացիները պարտվել են չինացիներից բոլոր ոլորտներում, բացի այդ ոլորտից, մենք սա տեսնում ենք։ Այդ ոլորտում, ուրեմն այս ինֆորմացիա ասեմ ձեզ, հայկական տարահայերը շատ ակտիվ ներգրավված են օբյեկտիվ պատճառներով։ Միացյալ Նահանգներում հայկական ինժեներական միտքը շատ ուժեղ զարգացել է այդ ոլորտում։ Մենք շատ հայեր կան, որոնք աշխատում են այդ համակարգում։ Դա մեր հայերին հիմա տեսեք, ես ասեմ, ինչ եմ ուզում ասեմ, որ ստեղ մենք ունենք զարգացման հարաբերությունների մեծ հսկայական պոտենցիալ, որ կարողանանք իսկապես արհեստական բանականության այդ ոլորտը հայ-ամերիկյան այդ բանով զարգացնել Հայաստանում եւ Հայաստանը տրամպլին սարքել նաև ԵԱՏՄ երկրների վրա, այլ երկրների վրա, որ մենք կարողանանք այդտեղ լուրջ ֆունդամենտալ դեր կատարել, բայց դա առանց երաշխիքային համակարգի, առանց անվտանգային համակարգի ներդրման, առանց երաշխավորված խաղաղության գործընթացի կյանքում հնարավոր չի կյանքի կոչել։ Դուք հիմա խոսում եք ապագա ներդրումների մասին եւ հայ-ամերիկյան հարաբերությունները հաստատելու մասին, բայց այս իշխանությունները այդ քարոզչական փուչիկը հիմա արդեն փչում են եւ ներկայացնում են մեր հանրությանը։ Ասում եք ամերիկյան ընկերությունները իրենք մտածում են այստեղ ներդրումներ անեն, թե չէ, բայց ինչ են ասում մեր ժողովրդին 9 միլիարդ դոլար բերելու են, ինչ որ ռեակտորներ են բերում, հա, միասնական էներգետիկ համակարգ եւ այլն։ Մեր ժողովուրդը այլևս չի հավատում։ Այդ փակագծերն էլ բացենք, որ մեր հասարակությունը մեծ մասը այլևս այս իշխանությունը չի հավատում։ Դա բոլորս էլ այս մարդը խափել է 18-ին, 15-ին, 20-ին։ Մի հատ ոլորտ ասեք, որ չի խափել։ Ինքը բոլոր հարցերում խափել է։ Այլ խնդիրը որ մարդիկ ուզում են այլընտրանք տեսնել։ Իսկ այլընտրանքը հետեւյալն է։ Մենք Հայաստանը պետքա ոչ թե մանդրադրամ դարձնենք մի տերության համար մեծ տերության դեմ, ասենք հակաչինական կամ հակառուսական դաշտ ծագել, այլ ճիշտ հակառակը մեր երկիրը պետքա համադրելի դաշտ ծագենք, համադրենք բոլորի շահերը Ռուսաստանի, Չինաստանի, Ռուսաստանի եւ դա ես տեսնում եմ հնարավոր է։ Օրինակ եմ ասում, ատոմակայանի վերաբերյալ բոլորի համար պարզ է, որ այդ մեր 440 կիլովատանոց ատոմակայան լավագույնը սարքում է Ռուսաստանը։ Դա Ռոսատոմը դա ինքը սարքում է Թուրքիայում, որ ՆԱՏՕ-ի անդամ Միացյալ Դաշնակից։ Այսինքն հիմա կանգնած ենք ատոմակայանի փակման խնդրի առաջ։ Կանգնած չենք։ Ինքը կառուցում է Հունգարիայում, որը ՆԱՏՕ-ի անդամ է, Եվրոմիության անդամ է, Տրամպի դաշնակիցն է, բայց կառուցում է Ռոսատոմը։ Ինչի, որտեվ այս ոլորտում Ռուսաստանը առաջամարտիկ է, ինչպես որ արհեստական բանականության մեջ առաջամարտիկ է Միացյալ Նահանգները, ինչպես որ արդյունաբերական զարգաբանների մեջ առաջամարտիկ է Չինաստանը, այսինքն մենք
Ռուսաստանից պետք է լավը վերցնենք, այսինքն ատոմակայանի զարգացումը։ Ռուսաստանից պետք է անվտանգային համակարգով Դիմը չեն վերցնում, սրանք չեն վերցնում։ Մոռացեք սրանք հունիսի 7-ից չեն լինելու։ Ես անկեղծ եմ ասում։ Ես սենց եմ ասում, եթե հունիսի 7-ին այս մարտիկ մնան, Հայաստանի ճակատագիրը շատ կարճ ժամանակում կնմանվի Արցախի ճակատագրին։ Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը ինքնասպան, մազոխիստ ժողովուրդ չի։ Մեր ժողովուրդը իսկապես ուզում է զարգանալ ապրել, բայց մեր ժողովուրդը չի ուզում մենակ քննադատելիք, ուզում է որ պոզիտիվ այլընտրանքը տեսնել։ Այդ այլընտրանքը շատ քիչ ուժերն են տալիս, որոնցից մեկը ես ուրախությամբ ասեմ մեր քաղաքական ուժն է, որտեղ մենք ասում ենք, որ մենք ունենք այդ այլընտրանքը զարգացնելու համադրելով եւ Միացյալ Նահանգների շահերը եւ Ռուսաստանի շահերը։ Պարոն Բոզյան, ամփոփենք մեր զրույցը եւ ամփոփենք այն բանով, որ այս իշխանությունների վարած քաղաքականությունը, որը խաղաղության խաչմերուկ են ասում, չէ, սարքել են երևի արդեն շատերի մոտ ընկալում կա, որ ԱՄՆ-ի չգիտեմ որ երրորդ նահանգն ենք արդեն մենք դարձել, հա, շուտով բարեկեցություն, բարգավաճում խաղաղություն է լինելու, այնինչ գետնի վրա դա ուղիղ հակառակն է, մենք չունենք երաշխավորված խաղաղություն, մեզ պետք է երաշխավորված խաղաղություն Մենք ունենք այսօրվայությամբ շոու, կարճ խաղաղության իմիտացիա, շոու, կարճ բենզին ներկրելու տնտեսական համագործակցության շոու, դրանք սա շոուներ են, հետո մահակադառնալու մեր գլխին, որոնք բնականաբար։ Մենք ասում ենք պետք է լինի երաշխավորված խաղաղություն, երաշխավորված տնտեսական զարգացում, երաշխավորված կոմունիկացիաների բացում եւ իսկապես բանը կոմունիկացիոն խաչմերուկ։ Դա իրական կոմունիկացիոն խաչմերուկը կարա առաջարկի մի իշխանություն, որը բարդությունարված եւ վախեր չունի ոչ Ռուսաստանից, ոչ Միացյալ Նահանգներից, ոչ Չինաստանից։ Այս մարդը գիշերը քնում է, տակը համապատասխան բաներ անում, որտեղ վախենում է Պուտինից, որտեղ ժամանակին ինքը գցել է այդ երկրին։ Այդ մարդը ինքը գիշերը քնում ասում է ոնց անեմ, որ այդ մարդու ազատվեմ։ Եվ ինքը հայտնվում է Թուրքիայի գիրկը։ Մենք այդպիսի իշխանություն պետք է չունենանք, դա շատ պարզ է։ Վերջին բանը, հա, եթե ասում են գիրկը, Թուրքիան ինչի միջև հիմա սահմանը չի բացում։ Եթե այդքան ամեն ինչ լավ է, ամեն ինչ հիանալի է, սահմանը ոչ մի բոլոր նախապայմանները բավարարել են։ Երբ որ տեսնում են, որ մարդը պատրաստ է հանուն սեփական իշխանության ամեն ինչ զոհաբերել, այդ մարդիկ ինչի պետք է քեզ կոմպրոմիսի գնան։ Բայց հարցում կոմպրոմիս չեն գնա։ Այսինքն շատ տարածական։ Ուղղակի զարմանում ես թե, չէ, տեսեք, օրինակ տեսեք, Մինսկի խմբի կոմից լուծարումը Արցախի հարցի, եկեղեցու դեմ պայքարը, ասենք բոլոր տիպի այդ հարցերը սաղ, բանավորված է մի հարցով, այս մարդը նույնիսկ այդ բանին այդ բանտերից ազատել է, չէ, Բաքվից բան։ Այս մարդը բացի իր անձնական իշխանության փրկությունից ոչ մի բանի մասին չի մտածում, սա է հարցը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Բոզյան, իսկ մեր դիտողներին հայտնենք, որ այսպիսի մի տեղեկատվական շոու փուչիկ հարգելի քաղաքացիներ ձեզ սպասվելու է նաև մայիսի 4-ին, իդեպ մայիսի 4-ը սրանք հռչակել են, հայտարարել են ոչ աշխատանքային, որովհետև Եվրոպական գագաթնաժողովի շրջանակներում մոտ 50 պատվիրակից բաղկացած պատվիրակություն է Հայաստան ժամանելու ու դրա համար մայիսի 4-ը հայտարարել են ոչ աշխատանքային, միակ դրական լուրը երևի մեր քաղաքացիների համար դա է, բայց սիրելի քաղաքացիներ շատ չուրախանաք, որովհետև դրա փոխարեն ապրիլի 18-ն է լինելու աշխատանքային։ Դա էլ քաղաքացի որը կլինի։ Այնպես որ շարունակեք հետևել Մահակ TV-ի, Մահակ podcast-ի մեր եթերներին, բաժանորդագրվեք, լայքեք, կոմենտեք, տարածեք, կոմենտեք մեր Facebook-յան էջին, YouTube-յան էջին, մեր ձեր կարծիքը մեզ համար շատ կարևոր է, միացեք, որ փոխենք։ Միացեք, որ փոխենք, այսքանը։